Բարև ձեզ։ Լույս է տեսել Համր կինոյի խոսուն կանայք գիտահանրամատչելի ժողովածուն, որը ներկայացնում է Համր կինոյում մեծ ու փոքր դերեր կատարած հայ դերասանուհիներին, ինչպես նաև գիրքը ունի 2 փորձագիտական հոդված, հարուստ պատկերաշար եւ QR կոդի միջոցով հասանելի տեսաշար։ Այսօր մեր հյուրը գրքի հեղինակ Ռուզաննա Բագրատունյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տեկին Բագրատունյան, ինչու կանայք, ինչու առանձնացրեցիք հայ կանանց հայ կինոյի առաջին էտապում, այսինքն Համր կինոյի շրջանում։ Իսկ ինչու ոչ կանայք։ Հարցը Սկզբունքը այդպես է եղել։ Պետք է ասեմ, որ այս գիրքը ունի մի փոքր նախապատմություն։ Ի սկզբանե ես նախաձեռնում էի կատալոգ ստեղծել, այսինքն դեռ շարունակում եմ եւ կարծում եմ, որ կկարողանամ ի վերջո դա անել հայ կինոյի կանանց ընդհանուր կատալոգ մեծ։ Միայն կանայք այդ եւ պետք է սկսել Համրից։ Համրը որ նայեցի, սկսեցի, հասկացա, որ շատ կարևոր է, որ իրանց մասին եւս մեկ անգամ խոսվի, ընդհանրացվի մեկ գրքում եւ ոչ միայն հայ ֆիլմում նկարված կանայք, դերասանուհիները, այլև ռուսական եւ արևմտյան կինոյում կինոյի պատմության մեջ տեղ գտած հայուհիներ, դերասանուհիներ եւ արտադրության մեջ աշխատած 24 թվականից մինչեւ 35 թվականը աշխատած կանայք, դրանց ընդգրկվածությունը, ներկայությունը կինոյում ինչպեսին է եղել սովետական շրջանի, որտեղ մենք կինոյի սկզբանե չենք ունեցել, այդ շրջանը շատ ծանր է եղել Հայաստանի համար, ցեղասպանություն, առաջին համաշխարհային, առաջին հանրապետության անկում, մի խոսքով այդ մի փոքր հողակտորի վրա հազիվ ծվարել էին եւ խոսք էր գնում արդեն կինոյի մասին, երբ որ արևմտյան կինոն արդեն բավականին զարգացել էր եւ առաջընթաց ուներ, Հայաստանում դեռ անհատական նախաձեռնություններով նկարահանվող ֆիլմ, չասեմ, ինչ որ նյութեր էին եւ այսպես վավերացումներ տեխնիկայի միջոցով։ Այնպես որ մենք չենք ունեցել եւ խորհրդային միությունը, երբ որ սկսվեց հենց առաջին տասնամյակում, երբ որ մենք մտանք այդ միության մեջ, սկսվեց կինոյի այդ շինարարությունը եւ փառք ու պատիվ այն մարդկանց Բեկնազարյանին, Դզնունուն եւ մնացյալներին, ովքեր կանգնեցին կինոյի ակունքներում եւ միտքը այսպեսին էր, որ հավաքել, ամբողջացնել մեկ գրքում այդ կանանց եւ գտնել նրանց, ովքեր որ կադրից դուրս են աշխատել կամ ընդհանրապես եղել են եւ մենք չգիտենք ովքեր են իրենք եւ սկսեցի ուսումնասիրությունը հիմք դնելով հետագայում հուսամ, որ կլինի նաեւ կատալոգը եւ բոլորը իրենց արժանի տեղը կգտնեն այնտեղ։ Արդյոք սա խորհրդային քաղաքականության, խորհրդային ռոպագանդայի, որտեղ հայ կինը պիտի ազատագրվեր, ընդհանրապես կինը պիտի ազատագրվեր տնային հոգսերից, մտներ հասարակական, սոցիալական ակտիվ կյանք եւ արդյունաբերություն, այդ գաղափարախոսության շարունակությունը չէ առանձնացնել հենց կանանց եւ ցույց տալ նրանց դերը։ Ընդհանրապես այդ խնդիրը 20-րդ դարի սկիզբը ընդհանրապես տղամարդկանց գերակայությունը կինոյում ամբողջ աշխարհում ավելի շատ է եղել եւ տղամարդկային կինո էր դա համարվում տղամարդկանց, բայց կանայք մեծ դերակատարում են ունեցել, ինչ վերաբերում է Հայաստանին, հայ կինոյի կանանց, պետք է ասել, որ միայն այդ Սովետ միության գաղափարի արդյունքը չէր, որ կանայք մտան կինո, այսինքն նրանք աշխատուժի կարիք ունեին եւ բնականաբար կանանց պիտի վերցնեին աշխատանքի, բայց նրանց նպատակը ի սկզբանե այլ է եղել, որ անցյալը վատ էր,
հայ կանայք պարփակված էին տանը, ստրկական վիճակ էր, այո, բայց ինչպես Անահիտի ակնարկում էլ գրված է, փորձագիտական հեռուստադիտողների համար հիշեցնենք, որ խոսքը բանասիրական գիտությունների տեխնացու Անահիտ Հարությունյանի հոդվածի մասին է, կանանց հարցը։ Ինքը ընդհանրապես փորձագիտական փորձագետ է կանանց հարցերով եւ մասնակցել է մի քանի գրքերի հրապարակման, այդ թվում մենք միասին ինքն է եղել հեղինակը 19-րդ եւ 20-րդ դարաշրջանի կին հասարակական գործիչների այդ ամբողջ ծաղկաբույլը կարելի է ասել։ Հետաքրքիր է, քանի որ այդ թեման բացեցինք, փորձենք փոքրինչ ընդարձակել մեր զրույցը այդ ուղղությամբ։ Նշեցիք, որ հայ կինոն, ինչպես նաև խորհրդահայ ամբողջ կինոն, գաղափարական շատ կուր մի ուղղություն ուներ, ցույց տալ, որ այն, ինչ եղել է հեղափոխությունից առաջ, վատ է, մերժելի է, շատ վատ է, այսինքն այդ թվում նաև կանանց վիճակը, կանայք ոչ միայն ընտանեկան հոգսերի մեջ են պարփակված, այլ նաև շատ ծանր, կարելի ասել բռնատիրական հասարակություն, հասարակարգում են ապրում եւ նրանց պիտի ազատագրել։ Եվ դա արտահայտվում էր նաև կինոյում, որը ինչպես նշել էր հեղափոխության առաջնորդը, արվեստներից ամենակարևորն էր եւ պետք էր ցույց տալ նաև կինոյով այդ գաղափարը։ Ու հայ կինոյում երբ հայ կինոն մուտք գործեց իրականություն, թեմաների ընտրությունը եւ կանանց դերի ընտրությունը ինչպիսին էր, արդյոք արտահայտում էր այդ գաղափարը, կամ ինչպես էր կատարում այսպես կոչված պետական ֆեմինիզմի պարտադրանքը։ Ի սկզբանե ասեմ, որ այս միտքը կանանց ազատագրումը հայ կանանց այդքան էլ չի վերաբերվում։ Իսկ սկզբանե, որովհետև հայ կանայք միշտ իրենց ընտանիքներում, սկսած ընտանիքներից հասարակության մեջ ունեցել են իրենց դերը, ընտանիքի խնամքը, երեխաները, տունը եւ իրենք այդպեսի վիճակում չեն եղել, որ իրենց պետք էր անպայման ազատագրել։ Հատկապես մենք երկու կայսրությունների արանքում գտնվող երկու կայսրություններում այո գոյատևող ազգ ենք եղել, պետականություն չենք ունեցել երկար ժամանակ եւ անհրաժեշտ էր, որ այդ ընթացքում պահվեր ինքնությունը, այդ ինքնության պահպանության գործում մեծ դերակատարություն են ունեցել հայ կանայք, անշուշտ նրանց մեջքի ետևում կանգնած են եղել ազգային ազատագրական եւ անկախություն ունենալու մտածողները, որոնք իրենց կանանց տվել են այդ ազատությունը, իսկ այդ ինքնությունը, ազատությունը կարող էր միայն լուսավորության կրթության միջոցով լինել, նրանք պետք է կրթվեին եւ համատարած այդ լուսավորչական շրջանը, եթե նայեք դուք 1860 թվականին շատ հատուկենտ իգական դպրոցներ կային, բայց 70-ից 90-ականները արդեն այդ դպրոցները գրեթե բոլոր մեծ ու փոքր քաղաքներում հիմնադրվեցին։ Այդ նույն շրջանում մեծ թափով սկսեցին լուսավորչական խնամատար հասարակական կազմակերպությունների արհեստագործական կանայք ամեն ինչ իրենց ուսերի վրայով են տարել։ Առաջին մանկապարտեզները ստեղծեցին, առաջին ամսագրերը կանացի, այնպես որ մեր կանայք այդ կարիքը չեն ունեցել եւ այդ էմանսիպացիան, ինչպես սովետական միությունը տալիս էր կանանց, ես մինչև այսօր էլ այդ կարծիքին չեմ, որ դա լավ բան տվեց մեր կանանց։ Իսկ կինոյում ինչպես է դա արտահայտվում։ Կինոյում այսպես էր։ Առաջին մեր ֆիլմը Նամուսներ եւ Բեկնազարյանին փառք ու պատիվ, որ ինքը հենց գրական գործից ուզեց սկսել։ Բեկնազարյանը իր սուր աչքով եւ շատ սիրելով իր երկիրը, իր ժողովրդին, այնպիսի գործ վերցրեց, որտեղ երևա ամբողջ մեր այդ շրջանի պատմությունը, մաս առ մաս, փուլ առ փուլ ցույց էր տալիս գաղափարով, որ
շատ վատնա տեսեք ոնց Սուսանին ծեծեցին օրինակ չէ հայրը բռնացավ եւ այլն բայց իրականում ինքը գրական գործն էր դնում եւ մեկիկ նա շատ սուր աշկ ուներ ես նույնիսկ ասեմ որ ամենա գեղեցիկ մասսայական տեսարաններ իմ կյանքում որ ես ֆիլմերում տեսել եմ նորագույնը չեմ ասում որովհետեւ ես նա եմ սիրում Բեկնազարյանի ստեղծածներ։ Շատերն ասում են, որ նաև ազգագրագետի հայացքները, ձեր ասած դետալները պատահական չեն։ Այո, հատկապես եթե դուք Պեպոյի ստեղծման պատմությունը որ կարդաք, ես հուշեր եմ կարդացել արդեն Ֆելդմանի ասիստենտի Թամարա Գարինայի։ Այդ մարդը ոնց բացատրեմ, շուկաները ընկած փնտրել է այդ կինտոները, որ վերանում էին արդեն։ Ամեն մի նյուանսը ազգագրական, պատմական, երգերը, հագուստները, այնպես որ մենք Բեկնազարյանի նման երկրորդը չունենք առ այսօր, ու չգիտեմ կունենանք թե չէ երբևիցե։ Վերադառնալով կանանց եւ նաեւ ձեր հետազոտությանը հետաքրքիր է նաեւ նկատել եւ արժանի է հիշատակել, որ դերասանուհիները հայ կինոյի, առաջին դերասանուհիները, նրանք բոլորն ի վերջո թատրոնում կայացած դերասանուհիներ էին։ Դա նշանակում է նաև, որ մինչև կինո արտադրության մուտքը, այո, եւ մինչև նույնիսկ խորհրդային հասարակարգի հաստատումը հայ իրականությունում կար թատրոն։ Այո, եւ կանայք լուրջ ընդգրկվածություն ունեին թատրոնում։ Այո, մեծ ներգրավվածություն ունեին։ Եվ դրա արդյունքում է նաև, որ կինոյի առաջին շրջանը համար կինո հրաշալի բույլ ունի դերասանուհիների։ Այո, այդ թատրոնները Բաքվում էին, Թիֆլիսում, Ստեփանակերտում, Շուշիում դերասանուհիներ կան, որ նրանք հենց Շուշիից են, Ստեփանակերտից են։ Ես դրանք հատուկ եմ նշել։ Եվ նաև այսինքն դա գիրքը առանձնացնելով այդ դերասանուհիների կենսագրությունը նաև տալիս է համապատկերը հայ մշակույթի 19-րդ դարի վերջ 20-րդ դարի սկիզբ որ մուտք գործեցինք հետո խորհրդային իրականություն ամբողջ համապատկերը այն ժամանակվա քաղաքական բառապաշարով ասած Անդրկովկասը եւ հայերի մշակութային առնվազն մշակութային ներկայությունը որ արտահայտվում է նաեւ ընդհանրապես պարզ դերասանուհիների կենսագրությունը կարդալով որ դուք հատիկ եւ շատ խնամքով հավաքել եք այո այդ դերասանուհիները ի սկզբանե եկել են թատրոնից մեծ մասը կարելի է ասել գերակշիռ մասը մենք չենք ունեցել կինոդերասաններ, բայց այս կանայք փառք ու պատիվ իրենց, որ ունեցած իրենց բեմական հմտությանը գումարեցին նաև կինոյին անհրաժեշտ այդ իմացությունները, որ մեծ աշխատանք է արել Բեկնազարյանը, որտեղ ինքը չէ, որ ռուսական կինոյի ասպետներից մեկն է եղել եւ այնպես որ ստացվել է շատ լավ եւ դերասանուհիները շատ լավ են խաղացել իսկ Բեկնազարյանը շատ բծախնդիր է եղել շատ նույն այդ երկրաշարժի տեսարանը որ փուլ է գալիս այդ վերջի անգամ պատահաբար Հասմիկի աչքերի մեջ է լցվում փոշին եւ ահա ասում է Հասմիկ հիմա իսկական եղավ իսկական ստացվեց շատ հետաքրքիր է եւ երբ որ Աբելյանը պետքա Սուսանին հարվածեր անընդհատ Բեկնազարյանն ասում էր Հովանես բնական ինքան է ասում այս մարդը շատ ուժեղ է հարվածում եւ Շահբացյանը արդեն մի շաբաթ տանը պարկած է լինում ու ուռած այդո ամեն օր ասում Հովանես Աբելյանը գնում էր իր մոտ ծաղիկներով ասում էր Մանյա ջան ես մեղավոր չեմ այդ համոն էր համոն շատ հետաքրքիր պատմություններ կան ես մի տեսակ կապվել եմ իրանց հետ երբ որ դուք հարց եք տալիս ես մի անգամ գնում եմ այդ պատմական այդ փոքր հատվածները մի անգամից գալիս են գուցե ուղիղ չեմ պատասխանում ձեր հարցին բայց այսպես անդրադառնանք հենց այդ խնդրին անցյալ գնալու
Հայտնի է, որ հետազոտողների համար հեշտ չէ Հայաստանում արխիվային նյութի ուսումնասիրությունը ցանկացած թեմայով։ Ինչ բարդությունների եք բախվել դուք, այսինքն կինոյի ոլորտում, կինոփաստագրության ոլորտում ինչ խնդիրներ կան այսօր, որ որպես հետազոտող դուք կարող եք առանձնացնել եւ որպես հասարակություն մենք կարող ենք աշխատել, որ այդ խոչընդոտները հնարավորինս քչանան։ Շատ լավ, որպեսզի ես հասնեմ խոչընդոտներին, այդ ասեմ ես ինչ եմ ուսումնասիրել եւ որպեսզի հասնեմ հենց արխիվային են կոնկրետ կադրից դուրս աշխատող կանանց մասին եւ նաեւ այն կանանց, որոնք նաեւ ֆիլմերում են նկարվել, որոնք կենսագրություն չունեն եւ կան մարդիկ, որոնց դերասանուհիներ, որոնց անունները իսկական չկա։ Այսպես ես հիմնականում երկրորդ պլանի կամ էպիզոդիկ դերերում, թե նաեւ կան գլխավոր դերերում խաղացած դերասանուհիներ Շահուբացյան Մարիամը Տաթիևան, ուրեմն իրենից որևէ անձնական տվյալ չկար եւ Բեկնազարյանը ասում էր իր գրքում, որ հետագայում նա դարձավ պրոֆեսիոնալ դերասանուհի, բայց որևէ տվյալ փաստական, որևէ գրություն այդպեսին չկար, որ հետագայում Տաթիևան շարունակել է կինոյում աշխատել։ Եվ իսկ հայտնի է թե օրինակ ինչ եղավ, թե ընդհանրապես որևէ բան հայտնի չէր, այն ինչ որ հայտնի էր, ինքը դերասանուհի չի եղել, բայց իրեն ընտրել են Սուսանի համար, պարզապես, ինչպես եւ Սեյրանին։ Երկուսն էլ պրոֆեսիոնալ դերասաններ չեն եղել։ Այդ հետագայի համար որևէ տվյալ ես չեմ գտել։ Հիմա ինչ եմ ես ուսումնասիրել, գաթում եղած ամբողջ դերասանական խումբը, ովքեր որ հնարավոր էր, որոնց ես գտել եմ գրականության վարվեստի թանգարանից, նրանց կենսագրականները, լուսանկարներ եւ մնացած ամեն ինչը, ինչ որ կապված էր նրանց հետ, մի մասը թատերական բաժնից էր, մի մասը կինոյի բաժնից էր։ Հետագայում ես ուսումնասիրեցի նաեւ արխիվը մեր Հայաստանի պետական արխիվում 1381 ֆոնդը ամբողջապես, ֆինանսական, գործառնական մատյանները, բոլոր այն ինչը որ հաստիկացուցակները, որ մեկ առ մեկ, բայց դրանք էլ էին կիսատ։ Ամենասարսափելին նա է, որ ոչ մեկի անունը լիարժեք չի։ Գրվում է ազգանունը, օրինակ հատուկ այդ կանանց էր, որ անունները լիարժեք էր, օրինակ Գոհար Սարգսյան։ Ինչի եմ ասում, որովհետև նա առաջին օրվանից մեքենագրուհի է աշխատել, մինչև վերջ ինքը եղել է հետական դարձել է այդ բաժնի ոնց որ ղեկավարը, որոշում կայացնող եւ այլն։ Մնացածները չեն եղել։ Անունները կրկնվում էին առաջին 24 թվականից մինչև 35-ը ներառյալ ես նայել եմ։ Մարդիկ այսինքն տարիների ընթացքում աշխատել են, որևէ խնդիր չի եղել, աշխատել են տարբեր մասնագիտություններով։ Ցավալիորեն նրանցից ոչ մեկը չուներ անձնական թերթիկ եւ կենսագրական որևէ բան, որ ես կարողանայի գոնե 10 հոգու լավ ես գոնե վերցնեի։ Նրանց մեջ են եղել նաև դաշնակահարուհիները, եղել են ջութակահարներ, որովհետև երբ որ կինոցանցը սկսվեց, բոլորը համր ֆիլմերի ժամանակ կենթանի երաժշտության տակ էր ուղեկցում էր ֆիլմի ցուցադրությունը։ Այնպես որ դա շատ մեծ բան էր, այսպես խոչընդոտ էր, որ ես կարողանայի ամբողջացնել այդ պատկերը այդ դարաշրջանի, գոնե այդ կանայք ինչ կրթական ցենզ են ունեցել, ինչպիսի ընտանիքներից են այդ սոցիալական իրանց ամբողջ վիճակը եւ պատկերը ամբողջական կլիներ։ Ցավոք սրտի դա չեղավ, ուղղակի ես դուրս բերեցի այն մասնագիտությունները, որոնցով նրանք այն ժամանակ աշխատել են, սկսած մոնտաժնիցայից, ռուսական ես տերմիններով, подборщица, склейщица, монтажница,
սուշիլցիցը չորացնող, որ լվանում էին պլունքանը եւ նմանատիպ շատ մասնագիտություններ, որոնք ցավոք սրտի այսօր արդեն գոյություն չունեն նորագույն տեխնոլոգիաներով, այո, բայց 100 տարի առաջ այդ մասնագիտությունները եւ այդ մարդկանց աշխատանքը օդի ջրի նման անհրաժեշտ էր կինոարտադրություն ունենալու եւ ֆիլմեր նկարելու համար։ Եվ այս ուսումնասիրությունները մեզ անհրաժեշտ են այսօր կինոպատմություն իսկապես իմանալու համար։ Հասարակ ինչ մասնագիտություններ են եղել կինոարտադրության մեջ 1 դար առաջ հարցին, այսօր դժվար թե պատասխանեն։ Դա այդքան էլ հանրամատչելի գիտելիք չէ։ Չէ, նաև արդեն մի տեսակ 100 տարի առաջ պետք է ասենք, որ այն ռեսուրսը, որ մարդկային եւ գիտական եղել է այդ շրջանում, արդեն վաղուց չկան եւ նորերը այդքան էլ նոր չեն, նույնիսկ 60-70 տարեկանների դեպքում էլ, եթե մասնագիտացված չեն այդ հատվածի վրա, բնականաբար իրենք էլ չեն տիրապետում, աշխատել են մարդիկ, հետ չեն գնացել 24 թվական։ Եվ ցավոք սրտի այդ հատվածը բաց է, բայց դա նաև ուսումնասիրողներին, հետագա գիտնականներին, կինոյի պատմաբաններին եւ տեսաբաններին կարող է ուղղություն ցույց տալ, որպեսզի նրանք չգիտեն որտեղից, բայց ամեն դեպքում ինչ որ մի ավելի գիտական վերլուծություն եւ աշխատանք ուսումնասիրություն ներկայացնեն, շատ կուզենամ որ լինի։ Եվ նաեւ դերասանների պահով ես ասեմ, ընդհանուր այդ կանանց թիվը, որոնք աշխատել են արտադրությունում, 250 են եւ ավելի, կարելի է ասել։ Նրանցից շատերը հետագայում բազում հմտություններ ձեռք բերելով դարձան այդ բաժինների, վարչությունների, դեպարտամենտների ղեկավարներ եւ որոշումներ կայացնել եւ որոշումներ ընդունել, այսպես եւ նրանցից շատերն էլ հետագայում առաջինը, որ հիշում եմ, Սաղաթելյան Քնարիկը դարձավ Պատվական Բարխուդարյանի ռեժիսորի ասիստենտ։ Ուզում եմ ասել, որ հետագայում դարձան լուսավորողների ասիստենտ, օպերատորների, հնչյունավորողների, բոլորը այսպես աճեցին եւ արդեն 34-35 թվականներին նրանց թիվը գնալով մեծանում էր ու շատ ուրախալի է։ Այդ ընթացքում նաեւ կրթության հարց էին լուծում մեր կինոարտադրողները, ղեկավարները եւ ուղարկում էին Լենինգրադ այն ժամանակ եւ Մոսկվա կինոբուհերում մասնագիտանալու որոշակի նեղ մասնագիտությունների վրա։ Տեղական ուժերով էին անում եւ հետաքրքիր է դրանցից մեկը Ռիփսիկա Հարաքելյան, որը կինոմեխանիկ է դարձել, դա Հայաստանի աշխատավորուհուց ես գտա, Հայկոպը կուլտուրական այդպես դասընթացներ անցկացրել կինոմեխանիկների եւ հետաքրքիր էր եւ գնաց Խամարլում, այնտեղ կինոմեխանիկ աշխատելու։ Այսինքն դուք նաեւ ուսումնասիրել եք ոչ միայն գրականության եւ արվեստի թանգարանի ֆոնդերը, այլև ամբողջ մամուլը, որտեղ այստեղ նաեւ մեջբերումներ կան հենց մամուլից։ Հիմնական մամուլը ո՞րն է։ Կանանց նկատի ունեք, խորհրդային Հայաստանը, խորհրդային արվեստ։ Մենք ունեցել ենք 26 թվականին առաջին համարն է լույս տեսել խորհրդային արվեստի այդ ժամանակահատվածում, բայց գիտեք այն ժամանակ ինչպես էր, բոլոր լույս տեսնող թերթերում պիոներ կանչ բան, իրանք ունեին մշակույթի բաժին, եթե հիշում եք, շատ երկար այդ ավանդույթը շարունակվում եւ այո, ավանգարդ, մնացած բոլոր տեղերում զետեղված էին հենց մշակութային բաժինները։ Ես հիմա չեմ կարող թվարկել բոլոր այդ շրջանի թերթերը մամուլը, բայց անպայմանորեն, երբ որ ես նայում էի, այնտեղ ինչ որ բանով կինոն առանձին ուներ իր բաժինը, թատրոնը ուներ իր բաժինը։ Դա էլ շատ լավ է, շատ լավ է։ Այսօր եթե մենք ինչ որ բան գտնում ենք, ավելի շատ է արտասահմանյան մամուլում կա շատ, ռուսական մամուլն է շատ անդրադարձել։ Հատկապես Բեկնազարյանի այդ ֆիլմերը, Նամուսը, նույնիսկ արտասահմանյան մամուլը գրեց 47,000 ռուբլով ֆիլմը արել են, բայց ֆիլմը եկամուտ բերեց 427,000։ Այնպես որ նույնիսկ Ամերիկայում ցույց են տվել այնտեղ եւ այնտեղից դոլար են ուղարկել։
հետաքրքիր պատմություններ կա, բայց մեր կանայք իսկապես շատ մեծ գործ են արել եւ փառք ու պատիվ իրենց։ Ես գիրքը բաժանել եմ 4 պայմանական գլուխների, առաջինը նվիրյալներն են, այն կանայք են, որոնք հետագից են թողել կենսագրական ու թատրոնից եկածները, այնտեղ կա, որ Մախմուրյանը օրինակ թատրոնից չի եկել, ինքը միանգամից կինոյում է նկարվել, բայց մեծ մասը, հիմնական մասը եկել են թատրոնից։ Նաև երկրորդ հատվածում աննկատ դերերն են, ինչու աննկատ դերեր, պայմանական էլի, որովհետև նույն Տաթիևան եւ մնացածները, ովքեր կան այդ հատվածում, նրանց արվեստի մասին խաղացած դերերի մասին չի գրվել առհասարակ։ Մինչդեռ այդ էպիզոդիկ եւ երկրորդական դերերը ամենակարևորագույններն են, խիստ սուր պահերին այդ իրավիճակները ավելի ընդգրկվելու եւ ֆիլմերում էլ տեսնում ենք, որ կաննշան մի փոքր այսպես խաղը, նույնիսկ միմիկան դեմքի արդեն դա համր ֆիլմում հատկապես դա կարևոր է, այո։ Այո։ Եվ մյուսը հաջորդ դրանք չերևակված անուններն են, այն կանայք, որոնք ընդամենը նրանց մասին ես մի տող կամ 2 տող եմ գրել։ Կենսագրական չկա, անձնական որևէ բան չկա։ Հենց այս հատվածում ես այբենական դասավորեցի, որովհետև ծննդյան թիվ չկար, մյուսների բոլորը ես ծննդյան ըստ ծննդյան թվերի եմ դրել։ Վաղ շրջանից մինչև հետո ավելի մոտ շրջանները եւ վերջինը արևմտյան եւ ռուսական կինոյում խաղացած մշակույթի դեսպաններ, այսպես կոչեցի, որովհետեւ նրանք ոչ միայն հայ ծագումով հայ կանայք, որոնք հայ կինոյում չեն խաղացել։ Այո, հայ կինոյում չէ, ինչու Արշավանեսյան խաղացել է հայ կինոյում։ Հետաքրքիր ես բան գտա, ասես Հասմիկն էլ այդ ֆիլմում խաղացել, ֆիլմը չկա առ այսօր, փակել են այդ ֆիլմը գաղափարական ինչ-որ վատ բանի պատճառով։ Հետո ասեցին, ես լսեցի, որ ռեժիսորը Ստեփան Մանուկյանը տարել է տուն եւ չեն այրել, բայց թե հետո ինչ է եղել այդ Հաշիմ ֆիլմի մասին էլ ոչ մեկս չգիտենք, բայց ես Հասմիկի ֆոնդում գտա նաեւ Արշայի հետ իրենց նկարները։ Արշան ռուսական կինոյից է, հավիրագրող եւ սցենարիստ, համր շրջանից սկսած Հայաստանում նա նկարել է, խաղացել է Հաշիմում, հետո նկարել է Սովետական Հայաստան ֆիլմը 50 թվականին։ Ուզեի, որ Նունե Աղաջանովայի մասին ասել նաև եւ իրանական կինոյի եւ թուրքական կինոյում խաղացած մեր դերասանուհիները շատ հետաքրքիր պատմություններ են, Բայծառը Ֆասուլատյան, Ազնիվը Մնակյան, Մարգոն Կոստանյան իրանական կինոն, որ երեխա է եղել, շատ փոքր Արբին Հովանեսյան ուղարկեց այդ նյութը։ Հետաքրքիր բաներ են եւ Նունեն Աղաջանովան, որը շատ հայտնի սցենարիստ է եղել եւ շատ հետաքրքիր հեղափոխական կին։ Հետագայում իհարկե բոլորին սպանեցին իրենց մտերիմներին, բայց Էյզենշտեյնը շատ հրաշալի արտահայտվել է եւ Պոծյոմկին Զրահանավի սցենարիստուհին է ինքը։ Ուզում եմ ասել, որ մենք դրսում էլ լավ կանայք ենք ունեցել, պայծառ, լուսավոր, վերավերնագրել աշխարհասփյուր հայ կանայք։ Գոդայս տարաշրջանում։ Ամեն դեպքում ես իրանց վերցրել եմ ու կարծում եմ, որ ճիշտ է, գոնե կիմանա։ Գուցե այս ամբողջը չի։ Շատ բաներ դուրս է մնացել, շատ հնարավոր է, որովհետև այն ինչ որ կա, ես եղածից եմ վերցրել։ Ցավալի է ուղղակի, որ այդ կանանց մասին քիչ է գրվել այդ միջին աննկատ դերերը եւ չերևակված կանայք, մնացածները լիարժեք ունեն իրենց կենսագրականները, բայց հետաքրքիր բան ասեմ նաև Երանուհի Ադամյանի ժառանգներից հայտնվեց եւ խնդրեցին ուրեմն գիրքը։ Տղան շատ հետաքրքիր տղա էր եւ ինքը հավաքչական աշխատանքով զբաղվում Գյորգի անունը հիմա ազգանունը լավ չեմ հիշում եւ ահագին նոր տվյալներ տվեց Երանուհու մասին, որը հետագայում հիմա ես նյութ եմ պատրաստել կինոաշխարհի համար, հետագայի ուսումնասիրողները նաեւ կարող են արդեն օգտվել եւ լրացնել ովքեր որ կուզենան վերահրատարակել ազդակ է
Այո, կանանց հայ կինոյի պատմության մեջ արձանագրված, բայց քիչ ուսումնասիրված կանանց ժառանգներին, ընտանիքի անդամներին հավաքագրման այո, իրենց ընտանեկան արխիվը ավելի շատ հանրային, ազգային արժեքի վերածելու ազդակ ինչ-որ մի ձևով, որը կարող է վերահրատարակվել միգուցե գիրքը հետագայում կամ նոր հետազոտողների համար նյութ հանդիսանա։ Կարծում եմ, որ մեր կանայք արժանի են այս գրքին, ես արել եմ մեծ սիրով եւ ինձ հետ աշխատող բոլոր մարդիկ, Անահիտա Հարությունյան, Սիրանուշա Գալստյան, դիզայները Լիլիթ Ալթունյանը, ինքը արտղեկավարներ, այսպես ասած, բայց այնքան քնքշությամբ արել ինքը դա ամեն մի նյուանսը մանեն Արշալուսյան, ուզում եմ ասել, որ բոլորը շատ ես մենակ չէի կարող այսքան բան անել, անընդհատ խորհրդակցել եմ բոլորի հետ եւ բոլորը կանայք։ Բոլորը կանայք, այո։ Այդպես չի, որ ես այդպես ստացվել է, ես դեմ չեմ Դավիթ Մուրադյանին եմ զանգել, Գարեգին Զաքոյանին եմ զանգել, սիրով պատասխանել են, եթե ինչ-որ հարցի կարողացել են, բայց հենց աշխատանքը բուն այս կանանց միջավայրում է եղել եւ գիրքը շատ քնքշությամբ ենք արել, մաքսիմալ արել ենք, որ ինքը լինի գեղեցիկ, գրավիչ եւ բոլորին մեկտեղել ենք, որպեսզի ներկայանալի լինի եւ միանգամից ընթերցողը գտնի բոլորին։ Ու ինձ թվում է սա հարգանքի տուրք էր, ես պարտքի զգացումով եմ արել։ Հիշենք, որ եւ ընդհանրապես հայ կինոն եւ կանայք հայ կինոյում մեր պատմության մի այնպիսի դարաշրջանում մուտք գործեցին, որ հավանաբար ավելի ծանր պատմական ժամանակահատված հայ ժողովուրդը չէր ունեցել, եթե արձանագրենք, որ 1923 թվականից սկսված դեպքերի մասին ենք խոսում, ուրեմն պիտի հիշենք, որ հայոց ցեղասպանություններ դեռ ընթանում մինչև ընդհուպ 23 թիվը հետպատերազմ, հայ-թուրքական պատերազմ, Հայաստանի Հանրապետության անկում եւ սարսափելի հայ ժողովրդի պատմության երևի ամենադրամատիկ էջը կարելի է համարել մի այնպիսի ժամանակաշրջան, որի մասին մենք այսօր այլ տեսանկյունից խոսում ենք բավական նուրբ քնքշանքով, երախտագիտությամբ եւ եթե համադրենք փաստերը, համադրենք տարբեր տեսանկյունները պատմության, ապա թե այս հետազոտությունը, թե նմանատիպ այլ հետազոտություններ մեր պատմության այս ժամանակաշրջանի ամբողջ համատեքստը ավելի տեսանելի եւ ավելի խորընկալելի են, հնարավորություն են տալիս ավելի խորը ընկալել, ինչ էր կատարվել եւ ինչպես էր հայ ժողովուրդը արձագանքում դրան։ Հայ կինոն անկախ նույնիսկ Խորհրդային Միության պրոպագանդիստական դիրեկտիվներից արձագանքում էր իր վշտին, իր խնդրին եւ նաեւ արտացոլում էր այն, ինչ որ ինքը իրականում կա, էլի անկախ հեղափոխությունից։ Ռեալիստիկ կինո է համարվում այդ շրջանի սկիզբը, հետո արդեն 5 խնձորին Կիմը հերթապահ, չգիտեմ ինչ, դրանք արդեն ապրված կինո չէին, ապրված կերպարներ չէին, այսինքն ժամանակը չէ պետք որևէ բանի մեջ, որ դու լրիվ անցնես դրա միջով նոր ֆիլմ նկարես։
հետաքրքիր է, որ այնինչ համարվում էր ավանդական եւ պիտի պախարակելի լիներ ու ըստ պրոպագանդիստական բաժինների հենց դրա համար էլ նկարահանվում էր, դա շատ ավելի մեծ մասսայականություն էր հանդիսատեսի շրջանում ստանում, հետո հասկացան, հեղափոխական ֆիլմերը, հենց որ գլխի ընկան կինոարտադրությունը լուրջ խնդիրների առջև կանգնեց Հայաստանում։ Այդ շրջանը շատ թույլ է արդեն, լրիվ անկում ապրեց։ Շնորհակալ եմ թե աշխատանքի, թե մեզ հյուրընկալվելու համար։ Հիշեցնեմ, որ մեր տաղավարում Համր կինոյի խոսուն կանայք գրքի հեղինակ լրագրող Ռուզաննա Բագրատունյանն է։ Զրույցները կշարունակվեն ամենայն բարիք։